Ժամեեմը շարունակում է քաղաքական տիկնիկներ խորագրով իր հաղորդաշարը, որը ներկայացված է քաղաքական տիկնիկային ժանրով։ Մենք շարունակելու ենք բացահայտել պետական քաղաքական գործիչների իրական մտքերն ու մտադրությունները, որոնք որպես կանոն տեսանելի չեն հասարակության լայն շրջանակների համար։ Քաղաքական թատրոնում տեղ գտած մտքերն իհարկե իրական չեն, հետևաբար ներկայացվել է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ թե ինչ կարող էր լինել, եթե այն կայանար։ Մեր այսօրվա թատրոնը նվիրված կլինի նոյեմբերի 10-ին սպասվելիք Արարատի քաղաքապետի ընտրություններին, որտեղ ինչպես հայտնի է մրցում են երկու թեկնածու՝ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչ ներկայումս Արարատ ցեմենտ գործարանի արտադրամասի պետ Սամվել Բարսեղյանը։ Վերջինիս թեկնածուին ներկայացրել է Արարատի ցեմենտի գործարանի աշխատակազմը։ Բարգավաճ Հայաստանն էլ հավանություն է տվել այս գաղափարին։ Իսկ Հայկ Հայկյանին քաղաքապետ են ուզում սարքել Ավշարի գինու գործարանի սեփականատեր Գրիգորյան եղբայրները, որի դիմաց իշխանությունները եղբայրներից մեկին նշանակեցին մարզպետի պաշտոնում եւ խոստացան, որ ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակի պարագայում նա երկար կղեկավարի իր պաշտոնում, սակայն նախընտրական քարոզարշավում կրքերը սրվել են եւ եղբայրները դժգոհ են իրենց թեկնածուի նախընտրական քարոզչությունից։ Փորձենք ներկայացնել, թե ինչպիսի խոսակցություն կարող է լինել, եւ այս գործի հիմնական տերը Արայիկ Գրիգորյանը իր մոտ է կանչում իր եղբորը Արամայիսին, նորանշանակ մարզպետին եւ դժգոհում, որ նախընտրական արշավը ճիշտ հունով չի ընթանում։ Մայիս, քեզ նշանակեցին մարզպետի պաշտոնում, որ քեզ ցարի բոկս գաս այդ տղա։ Էդ ինչ ես գյուղապետերին հավաքել, էշ խոսացել, հա։ Արո ջան, ինչ վատ բան եմ արել, որ գյուղապետերին ասել են, որ սրանից դու գործի գան ժամը 9-ին։ Ով ուշանա գործից անելու եմ։ Հետո ասել են, որ լավ չեն աշխատում։ Գյուղի ժողովուրդը սաղ փախել է Ռուսաստան, դրա մեղավորը գյուղապետերն են, որ գյուղի ցուցանիշները խայտարակ են, որ դրա մեղավորը նույնպես գյուղապետերն են։ Ինչ վատ բան եմ ասել, որ։ Բա իրանք ինչ են ասել, Մայիս։ Ականջից դժգոհություն է ասել այդ հանդիպումներից։ Ախր այ Արո ջան, սրանք էս սկսեցին բողոքել, որ գյուղը վատ է ապրում, քանի որ էս կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, ու որ գյուղացին փող չունի հող ու ջրի հարկը տալու, կարգին ջուրել չեն տալիս, բանկերի տոկոսները բարձրացել են, ու դրա սաղ մեղքը գցում են խեղճ վարչապետի վրա։ Ես էլ ասեցի, որ սրանից հետո վարչապետ չգիտեմ, այս ամեն ինչի պատասխանատուն դուք եք։ Ասեցի, որ գյուղում ցուցանիշները վատ եղան, գործից կանեմ։ Հələ այդ պորտաբույծերին նայ, առավոտից իրիկուն դաշտերում է լինում։ Հələ մի հատ էլ վարչապետից ու նախագահից են բողոքում։ Դո այ ախմախ, բա գյուղապետերը որ դաշտերում չլինեն, որտեղ պետք է լինեն։ Հոգատուններ չեն, որ իրենց կաբինետներում մուկ բռնեն, հա։ Չհասկաց Հարո ջան, այս փաստորեն մեր երկրի ղեկավարները կատու են, որ սաղ օրը իրենց կաբինետներից դուրս չեն գալի։ Ես էլ եմ հայտարարել, որ կաբինետից դուրս չեմ գալու։ Ու կակոյ նիբուզ դպրոց մանկապարտեզ բացելու ժամանակ անձի չկանչեն։ Ես հո կարմիր լենտ կտրող չեմ այդ որ գնամ այդ դիշովի գործերի մեջ մասնակցեմ։ Իմ գլխավոր գործը կառավարելն է։ Ես արդեն պետք է տեղս ծանր պայեմ։ Ամեն մարդ չի կարող ինձ տեսնի։ Նենց որ ճիշտ եմ արել, Արո ջան։ Այ էշ, դու որ գյուղապետերին մեղադրում ես, մարդկանց մեղադրում ես, բա մեր տեխնացուին ո՞նց են կանցկացնելու, հա։ Էդի որ քաղաքապետ չդարավ, դու ֆուտբոլի գնդակի պես կթռնես այդ պաշտոնից։ Ես էլ, գիտես չէ՞ որ այս գործարանը քո մուկ բռնող վարչապետի պատճառով չեմ կարող աշխատացնեմ։ Անենց որ մի երևակա եթե հավերժ մարզպետ ես մնալու։ Մարդկանց ցույց տուր, որ իրենց հոգսերով ապրում ես, հանդիպման ժամանակ ժպտա, ում տեսնում ես կբարևես, հարսանիք, քելեղ, տարբերություն չկա։ Տեսար են Ռաֆին, սաղ երկրով մեկ գնաց սաղին բարևես քիչ էր մնում նախագահ դառնար։ Դու մի հատ Ռաֆիի չափել չկաս, որ կարանանք այդ պաշտոնը պահեն, գործարանը փրկենք, հա։ Դու Արայիկ ջան, հանգիստ եղի, մենք կրած ենք, մեր նախընտրական բուկլետներում էլ ներդիր եմ սարքել։ Ինչ արել, չարել եմ, սաղ դրել եմ մեջը։ Քաղաքի կենտրոնական հրապարակը փակել եմ ԲՀԿ-ի համար, որ հանգար ժողովուրդ չկարանան հավաքեն։ Անենց որ հանգիստ եղի, հաշվի, որ Ավշարի գործարանը փրկվել է։ Այդ տղա ես քո ճանաչած մուկ բռնող չինովնիկներից չեմ։ Ես գործարար տղա եմ, իմ համար ամեն ինչ բիզնես է, հաշվարկ կա։ Մարդկանց հետ խոսում ես, սաղ քֆրտում են քո սիրած մուկ բռնող չինովնիկներին։ Էլ նախագահ, էլ վարչապետ, ոչ մեկին չեն խնայում։ Մտահոգված եմ Մայիս ջան, կարգադրել եմ ընտրությունների ժամանակ մարդա միջև 20,000 փող բաժանեն, որ հետո տակից կարանանք դուրս գանք։ Արո ջան, որ այդքան փող ես բաժանում, գործարանը գիտես, խայտարակ վիճակում է։ Էլ գյուղացի չի մնացել, սաղ թողել փախել են Ռուսաստան։ Եղածնել խմող է, բայց փող չունի։ Հիմա այդքան էլ փող ես ծախսում, ասենք մեր տեխնատուն էլ հաղթեց։ Բայց հետո տակից ո՞նց ենք դուրս գալու այդ աղա։ Ախպերս ես, բայց ինձ հեչ նման չես։ Բայց չես հասկանում, որ այս աշխարհում ամեն ինչ հաշվարկի վրա է։ Մեր գործարանը բանկրոտ է, չէ՞։ Ահա։ Ում պատճառով է բանկրոտ։ Քո մուկ բռնող վարչապետի ու նախագահի քաղաքականության արդյունքում է։ Այ Արո ջան, այ ախպեր ջան, իմ մոտ շատ մի կֆրտի նախագահ վարչապետ։ Ախր լիքը լսող ապարատներ կան այստեղ։ Կբռնեն ինձ էլ քեզ էլ կանեն ու բավშვե տակը կմնանք, եղավ։
Ախպեր, ես տակը մնացող չեմ, դու քեզ նայ։ Ես եմ չէ քեզ նշանակել տվել։ Հոգոսիրուն աչքերի համար չեն նշանակում։ Այս ընտրություններում կհաղթենք, քո պաշտոնը կսարքենք բիզնես։ Եղավ։ Ախպեր, էդ ինչ բիզնես պետք է սարքես, որ գործարանդ փրկես։ Մայիս ջան, հետ ես մնում կյանքից։ Տես, Երևանում տարոնը ընտրվեց, հիմա օդից փող է հավաքում։ Սաղ փողոցները կարմիր գույնով ներկելա, սաղ մաշնեկից փող է հավաքում։ Շտրաֆներն էլ չհաշված։ Մի օրինակ Արարատում քանա տավտո կրնի, մի 1000 տավտո չի լինի։ Դե հաշվի, քաղաքի սաղ փողոցները կարմիր ներկենք, ամեն մի մաշնի վրա ամսական 5000 շտրաֆ դնենք։ Այդ քեզ եղավ 5 միլիոն դրամ, եղավ։ Այդքան էլ արագաչափերը կդնենք, մոտավորապես այդքան էլ փող կհավաքենք այդ բիզնեսից։ Այդ էլ եղավ քեզ 10 միլիոն, եղավ։ Քաղաքի եւ մարզի բոլոր հիմնարկների բյուջետային հատկացվելի գումարների հատկատներն էլ գումարի, պլյուս բոլոր գյուղապետերի կաշառքը։ Այդ սաղ փողով արա մենք մի հատ երկրորդ գործարան կարանք բացենք։ Մայիս ջան, հասկանում ես, կոնի վրա ինչա դրած։ Քո մուգ բռնող նախագահն ու վարչապետը մեր գործարանը սննկացրին։ Ես էլ միամտաբար մտածում եմ, որ կարանք քաղաքական դաշտ մտնեինք, բան անեինք, վարչապետ փոխեինք, քաղաքականություն փոխեինք, գործարանի վիճակներ կլավանար, բայց հետո տեսա, որ չէ, ախպեր ջան, այս քաղաքական դաշտը հասարակացտանից ոչ մի բանով չի տարբերվում։ Ուրեմն պետքա պայքարենք հետևյալ սկզբունքով. իրանք մեզ են սննկացնում, մենք էլ մարզի ժողովրդին։ Այդ է այս երկրի բանաձևը։ Խափելով է, կաշառքով է, то վախացնելով է, ինչ ձև ուզում ալնի, ել ինձ չի հետաքրքրում։ Եղավ։ Բայց արո ջան, ասենք ժողովուրդը մեղ կա։ Ուր կհասնի, որ ամեն մեկի դրանը մի հատ կարմիր գիծ քաշենք ու փող աշխատենք, Գյուղում էլ մարդ չի մնացել, գյուղապետերը ինչ կաշառվեցնենք։ Այդ տղան հիմա դու ում ախպերն ես, իմ թե ասենք ընկերպետի։ Եթե ժողովուրդը հանդուրժելա Սերժին եւ վարչապետին, ուրեմն պարտավոր է մեզի հանդուրժի։ Այնպես որ Մայիս ջան, ժողովուրդ, մողովուրդ չգիտեմ։ Այս մի շաբաթը մարդկանց հետ մենակ ժպտում ես, զիրաշահում ես, բարև ես տալի, պռոշտի ես սլնում, ինձ այդ չի հետաքրքրում։ Մենակ թե այդ էշերից մեզի ձենի քանակ ապահով ես։ Կոնի վրա դրածա մեր ընտանիքի բարեկեցությունը։ Կամ մենք այս ժողովրդին կտանենք ԶԱԳՍ, կամ էլ այս ժողովուրդը մեզ կտանի դատախազություն։ Հասկանում ես, Մայիս, երրորդ տարբերակ չկա։ Այս բոլոր տարբերակները փորձել եմ։ Էլ ՕԵԿ, էլ դաշնակցություն, էլ ֆլան, ֆստան, սաղ սուտա։ Հասկանում ես, Մայիս, նոյեմբերի 10-ին վճռվելու է մեր բիզնեսի ճակատագիրը։ Շեֆը հենց տենց էլ դրել է խնդիրն իմ առաջ, եղավ։ Արո ջան, պրոստը մենակ չճղայանաս էլի, բայց շեֆը ով է։ Արա ավելորդ հարցերուդ հավեսը չունեմ Մայիս։ Էդ էլ որ չես հասկանում, բայց ինչ հույս ունենամ, որ այս ընտրություններում կհաղթես։ Այդ տղա, հանկարծ նայի, տես ինչ չներվայնացնես։ Արո ջան, բայց ախր այն չես տեսնում վերթոված։ Ախր Արո ջան, այս տեխնացիոնը այնքան անդեմ է, որ մարդկանց չգիտեմ ինչ բացատրեմ, որ սրան ընտրեն։ Մեր պատվալի պապայի սարկած պոլիպեդը ավելի մեծ հաջողություն կունենար, քան այս տեխնացիոն։ Թող խելքը լրիվ բոյն ա տվել, տակը բան չի մնացել։ Մայիս, ինձ բոյ, մոյ, պոլիպեդ, մոլիպեդ չի հետաքրքրում։ Ուզում ես փոխի պոլիպեդ բեր։ Ինձ պետքա որ նոյեմբերի 10-ին մեր պոլիպեդը հաղթանակ տանի։ Հակառակ դեպքում ոչ միայն պաշտոն կկորցնես, այլև կդառնաս բոմժ։ Ու այդ ժամանակ սաղ այս գյուղապետերը կհիշեն, թե քո պահվածքը, թե քո ասածները իրանց։ Եղավ։ Այ Արո ջան, շատ ծանր վիճակի մեջ եք ընկած, ախպեր ջան։ Անգեստ ասած չգիտեմ թե որն է ճիշտ տարբերակը։ Գյուղապետերի տակից դուրս գալն է հիմա թե ժողովրդի տակ մնալը։ Ախր ճիշտ հասկացի էլի Արո ջան, այս մեր գոզանը շատ վատ վիճակում է։ Տակից դուրս գալու համար էլ այնքան փողապետ, որ այս պաշտոնը չէ, մի քանի մարզպետների պաշտոնները իրար պետք է կպցնենք, որ տակը մի բան հերիքի։ Ես էլ քեզ գիտեմ, ախր գոզանից բացի ուրիշ բան չես տեսնում, Արո ջան։ Մայիս, մեր գործը ծանր է։ Կարքին գործարան ունեինք, աշխատում էինք։ Եկան երկիրը քանդեցին, գործանները փլվեց։ Ստիպված պիտի ոստապ բենդեր խաղանք, որ իքերբ տակից դուրս գանք։ Արո ջան, ես էլ եմ ասում, որ կարող է բենդեր չդառնանք, հայտնվենք Պանիկովսկու կարգավիճակում, հետո մեզ շեֆը նստեցի, որ երազենք այս օրերի մասին, Ես վերջին ժամանակները չգիտեմ ինչի անընդհատ այդ կինոն աչքերիս առաջ գալիս։ Ինչքան գալիս է, այնքան վատ եմ զգում ինձ։ Ասում եմ Արո ջան, կարող է սխալ բան ենք անում, ապեր։ Վերջում գործարանն էլ կորցնենք, Մեզ էլ կորցնենք, Չգիտեմ Մայիս, չգիտեմ ախպեր, չգիտեմ ճիշտը ստե որտեղ է, սա խաչճվել է, դժվար է ասել, որն է ճիշտը, բայց այս պահին այլ ելք չունենք, մտել ենք խաղի մեջ պետք է քաշենք ախպեր, մինչև վերջ պետք է խաղանք, նենց որ Մայիս ջան, խելքդ գլուխդ հավաքի, հայելու առաջ շատ տրեներովկի կարա, ժպտա, խնդա, ուրախացի, բալքի մարդկանց խափելու հարցում մի բան ստացվի այ ախպեր, չստացվել նրա հերն էլ անիծած։ Առանց քո ասելու էլ Արո ջան, սաղուրն եմ անում։ Պրոստը այդ խնդալը չի ստացվում, էլի արա մոտես։ Մեր վիճակն այնքան ծանր է, որ ինձ հայրը միշնայում լաց է գալի ախպեր։ Այնպես որ էս էլ է ճակատագիր։ Չստացվեց ախպեր, ինչ ասեմ։ Գնացի մարզպետարան։ Այսօր լիքը գործ ունեմ։ Առավոտը բոմժերին հավաքելու, ցերեկը քաղաքի թիթեռնիկների հետ հանդիպման ժամն է, իսկ իրիկուն էլ քաղաքի խուժանի։ Ինչ անեմ ապեր, դա էլ իմ ճակատագիրը դուրս եկավ, ցավը տանեմ։ Գնա, Մայիս ջան, գնա։ Էդ էլ քո ճակատագիրն է ախպեր։